Ես էլ եկել եմ իմ նարցիսների մոտ։ Բարի լույս բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան։ Օրը կիրակի է եւ ծաղկազարդ է։ Շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ տոնը։ Աստված օրհնի բոլորիս։ Ցանկանում եմ, որ ծաղկազարդը բոլորիս կյանքում ծաղկուն լինի եւ մեր հավատը ամուր լինի։ Իմ տնտեսության գործերն արել եմ, հերթը հասել է ինձ, կոֆես դրել եմ ու արդեն եփեց։ Այսօր էս բաժակով։ Մի քիչ տրամադրող։ Անջատեմ։ Եվ լցնեմ։ Այսպես։ Կոֆեն վայել եմ եւ կմիանամ ձեզ։ Սիրելիներս, շատերդ գիտեք, որ սիրում եմ իմ կոֆեն, հատկապես առավոտյան ժամերի, նստել պատուհանի կողք, կոֆես դնել պատուհանի կողքին ու այստեղ վայելել։ Նաև հիանում եմ իմ բակի նոր բացվող նարցիսներով։ Այս ծաղիկներն եմ մոտեցրել, մանուշակները, որ խնամք կատարեմ։ Մի քանիսը թոռում էլա, պետքա մաքրեմ եւ սիրունացնեմ։ Կոֆես կվայելեմ այստեղ, նաեւ ասեցի բարակ չմնամ, սերմացու սիմինդն եմ բերել, որ հատիկների վերածեմ ու սրանց էլ ցանելու ժամանակն է։ Զատիկի ցորենը կիսաբաց եմ արել, բերանը հետ եմ քաշել տոպրակը, մի քանիսը ծիլերը լավ մեծացրել է, նույնիսկ կանաչին ախփում, իսկ մնացողը շատ փոքր է ծիլերը։ Մի քիչ մտահոգ եմ այդ պահով, ինչքան նման է, չէ, մարդկային կյանքին, այդպես, որոշները ավելի ակտիվ են այս կյանքում, որոշներն ավելի պասիվ են, և բնության մեջ էլ այդ հասկացությունը կա, որոշ բույսեր ավելի ակտիվ են, ավելի առույգ են, որոշներ ավելի պասիվ են։ Ահա, այսպես էլ այս հասկացությունը, որ համեմատում ենք մեր հետ և բնության հետ։ Ինչևէ, սիրելիներս, ես շարունակեմ իմ կոֆեն վայելել, դուք էլ ձերը վայելեք և առավոտյան ժամերը թեթև անցկացնենք։ Կոֆեն վայելելուց հետո անցել եմ ծաղիկներից խնամքին։ Այստեղ ջուր եմ լցրել, որ ջուր խմեն իմ ծաղիկները։ Մկրատն եմ բերել, որ եթե պետք լինի, հեսա, բարակ, սուր մկրատով, այ մեղու է եկել։ Երևի, որ դուռը բաց է եղել, մեղուն եկել է, այ հեսա, բայց թե մի տեսակ թույլ է, չէ, քնած էր երևի, այ ասված ջան, ոնց չէի նկատել, եկել է փոշոտելու, շատ լավ, մեղուին գրավել է իմ դեղին ծաղիկը, էսա պատուհանը կբացեմ, կթրջի ինքը, քանի որ ես մշակում եմ, իրան վերեմ ես կոմ, բայց ամեն դեպքում ինքը թույլ է, չգիտեմ, երևի շուտ է եկել ու այդտեղ մնացել, ինչքան էլ տունը տաք է, ինքը, որ իրա փեթակում չի, սառել է, բայց գնաց, հասա ստեղ, հեսա, այ, գնանք ես ինչ անելո, ծեր մեղոյա հավանաբար, քանի որ սև է, երբ որ մեղունները ծերանում են, մկվում է իրանց գույնը, չեմ կարող ասեմ իմ մեղուներից է, թե ուրիշի մեղույա, քանի որ մեղուները բոլորը իրար նման են գրեթե, բացի այն, որ ասենք կա դեղին մեղու, կովկասյան գորշ մեղու, ես երկուսից էլ ունեմ, դեղին մեղու էլ ունեմ, հայկական դեղին մեղու և կովկասյան գորշ մեղու, երկու տեսակից էլ ունեմ, այսպես, ես մեկը ավելի սիրուն է, ոնց էր ամենասիրունի վրա եկել, այս կոմ, սա էլ թող ջուր խմի,
Ինչ եղավ, հանկարծ չխայթի ինձ, սրան աչքի առաջ պահենք, այս մեկը արդեն ծաղիկները լրիվ ավարտել է, բայց տերևները լավն են, հենց որ ծաղիկները լրիվ ծաղկման շրջանը կավարտի, կտեղափոխեմ ուրիշ ամանի մեջ և հույս ունեմ, որ կարող եմ աճեցնել եկող տարի մարտի 8-ին ունենալ, միգուցե էլ ավելի շուտ, ի դեպ, ես հիշում եմ, որ տիկին Անահիտը ուներ, ինքն էլ էր աճեցրել, հետո ամռանը ծաղկել էր, իրենից էլ խորհուրդ կվերցնեմ, թե ոնց արել ու ես էլ կանեմ, մարդ ինչքան էլ բան իմացա լինում, միշտ էլ պետք է հարցնի, հարցնելը ամոթ չէ, իմանալը, փոխանցելը նույնպես շատ լավ բան է, մկրատը պետք չեկավ, ձեռով ավելի հեշտ եղավ, այս գույնն էլ եմ շատ սիրում, սրա մեջ էլ դեռ կոկոմներ կա ու դեռ կուրախացնի ինձ և ձեզ սիրելի հետևորդներ ջան, վաղ առավոտյան ժամերն են, բայց դե ես հասցրել եմ իմ հավուջիվը բեջարեմ, այսինքն խնամեմ, մեղու, մեղու, այ մեղու, ժրաջան մեղու, կորավ, հեսա, տեղափոխենք այստեղ, որ չխանգարի, հետո, այ բերեցի ստեղ, գնա, ձեր մեղու, ոնց է իրան տուն գցել, մտածել ագատուն այս ծաղիկներից ինչ-որ մի բան կտանի, իրա փեթակին օգտակար կլինի, այ աստված ջան, մեր ծերերն էլ են չէ ուզում միշտ ընտանիքին օգտակար լինել, ինչա չէ կյանքը, ինչպիսի համեմատություն, սկզբում ցորենի ծիլերի հետ համեմատություն արեցի, վայ, ուշքս մեղվի մեջ էր ես մեկը պոկեցի, այդ հենց այ, որ մեր ուշքը ուրիշ տեղ եք գցում, սխալ ենք անում, մեղու, մեղու, այ մեղու, սյո, ինքը կյանքը երկար չի, ամեն դեպքում եկել է, որ ծաղիկների մեջ հանք չի, հանք չիր խաղաղությամբ, մեղու ջան, ժամանակին շատ օգուտ ես տվել փեթակին, մի մեղուն, սիրելի հետևորդներ ջան, ամբողջ տարվա ընթացքում, ողջ շրջանում, մեկ թեյի գդալ, մեղր է բերում փեթակ, գիտականորեն ապացուցված է, պատկերացնում եք հիմա, թե փեթակում քանի հազարավոր մեղուներ կան, որ մենք փեթակից այդքան շատ մեղր ենք քամում, հիմա եկել է, որ փեթակից դուրս են հանգչում մեղուները, երբեք փեթակում չեն հանգչում, ինձ թվում է եկել է, որ ծաղիկների մեջ հանգչի ինքը, կթողնեմ այստեղ, մի խոսքով, այսպես, առավոտը հաճելի անցկացրինք, հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ արդեն այս սերմացուսի մինդը հատիկներ անել, մի հատ աման բերեմ ու գամ, այս ամանը բերեցի, այս էլ եմ թրջելու, սիրելի հետևորդներ ջան, ուսենց հատիկներ անեմ, այսենց հավեսով, ձեզ էլ հավեսի բերեմ, որոշել եմ այս տարի շատ սիմիտ ցանեմ, այսենց հատիկ, երբ որ շատ է լինում, ասենք առաջվա տարիներին, նենց է եղել, որ այնքան շատ ցանած ենք եղել, մեշոկներով այսենց հավաքել ենք, հետո տան մեջտեղը մի հատ սավան ենք փռել, ամբողջ ընտանիքով հավաքվել ենք շուրջը, հետո սկսել ենք մաքրել ու մեշոկներով
Զենց հատի կարած սիմինդ ենք ունեցել, ծանդիլ ենք եփել, ծանդիլը գիտեք չէ, շատերդ գիտեք որ նա ծանդիլը, այս տարի չեմ եփել, քանի որ ինքը եփելիս քչով չի լինում, շատով էլ չեմ արել, կարող է եւ հավեսից տա հիմա եփեմ էլի ուշ չէ, այդպես, մի խոսքով մաքրում էինք, հետո նաև դանակով էինք մաքրում, որ սենց մի հատ արանք էինք բացում, դրանից հետո արդեն դանակով էինք մաքրում, հիմա լիքը գործիքներ կան, այդքան շատը մաքրելուց հետո օրերով մեր մատերը ցավում էր, այս մասը սերմացուի համար չենք մաքրում, սրանք նվազեն, ինձ թվում է իմ ցորենը, որ այդպես մեկ առույգ ծլել էր, մեկն էլ նվազած ծլել, ցորենի մեջ էլ է լինում, չէ, նվազ եւ ավելի ակտիվ, ընդհանրապես, երբ որ սիմինդ ենք ուզում ցանել, սիրելի հետևորդներ ջան, միգուցե շատերը չգիտեք, օգտակար լինեմ, հատկապես այս վերևի հատվածը մոտ 2 մատ սերմացուի համար չենք մաքրելու, ձայնս գորջում է, քանի որ այսօր այդքան չեմ խոսել, առավոտյան ժամերին շատ չեմ խոսում, սուս փուս, գնում եմ կենդանիներիս եմ խնամում, երբեմն իրանց հետ խոսում եմ, ձայնս հենց այնտեղ ավելի լավ բացվում է, երկուսն էլ մաքրելու եմ, սիրելի հետևորդներ ջան, ու սա իմ ծնողների աճեցրած սիմինդի սերմացուն է, խնդրել է եղբորս կնոջը եւ ասեցի մի հատ նայի էլի տես կարողա մնացել է դարակներում կա, բարեբախտաբար կար ու ինձ է հասցրել։ Հիմա տեսնեմ, քանի որ երկար տարիների է, հույս ունեմ կծլվի, ծիլեր կտա։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, շարունակ եմ մաքրել։ Ես սիմինդը հատիկներ եմ արել, հիմա ջուր եմ լցնում, որ թրջվի, սովորական սառը ջուր։ Ծանդիլ չեմ անի, քանի որ այն մասերը, որ մաքրել եմ, անհաջող էր, քանի որ դե երկար տարիների էր։ Այսենց այս կոթուրներն էլ փայտի նման վառվում է, մի հատ տենանք մեղուն այստեղ է, հեսա, ծաղիկներս էլ սիրունացան, հիմա կտանեմ միջանցքի պատուհան, իրանց տեղը այնտեղ է։ Մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, սերմերը ցանելու ժամանակն է եկել, սիմինդի հետ նաև այս ջրի մեջ եմ լցրել դդումի սերմեր, մի քանի հատ լցրել եմ, այն ձևավոր դդումները որ կա, չէ, այ դրանից։ Մտածում եմ նաև սնվելու մասին, դրել եմ թավատականա, հետո տվառոգով ծվածեղ եմ անում, բացեմ յուղով եմ անելու, այսպես, ես ինչ լավ նահոտ է, դեղին, ոնց որ թե տնական յուղ լինի, հավեսով լցնեմ, մի քիչ յուղալի չի խանգարի, ավելի համով է լինում, սա իմ սիրելի նախաճաշերից մեկն է, սիրելի հետևորդներ, և արդեն արագացնեմ, այս էլ բացեմ, ողջը լցնելու եմ, առավոտյան թեթև նախաճաշ և իհարկե օգտակար։ Մինչև սա այստեղ կհալվի, սուն արդեն կոտրել եմ երկուսու և համեմը։ Այսպես։ Սա էլ արագ մանրացնեմ, որ հետո հեշտ լինել, մի անգամից լցնեմ։
Այսօր շատ գործեր եմ նախատեսել։ Անցի։ Այս այողը իրան կվերցնի։ Ու արդեն ժամանակն է, որ ձուել գցնեմ, նախքան այդ նաև իր պտղում ծաղ։ Նորից տարածում եմ։ Հետո ձուն անմիջապես էստեղ եմ հարելու, օպ, այս ձևով ավելի համով է լինում, համել այս ամանին չի կպչում, որի մեջ որ կոտրում ենք, մի քիչ թույլ եմ ուզում թողնեմ, երբ որ թույլ եմ թողնում, ավելի օգտակար է լինում, մեկ էլ հլա գլուխ սոխել եմ կտրում, սոխարած եմ անում, նոր եմ անում, երկու ձևով էլ շատ համով է ու արդեն կանաչին լցնում եմ, ես ինչքան սիրուն է, չուտես ու նստես նայես, ես համոտեսնեմ տեսաղցիկը ձեզ էլ հավեսի բերեմ, քանի դեռ չեմ խառնել կանաչին, այս ենք հավես բան է ստացվում, կփորձեք անպայման, արդեն կարող եմ անջատել, թավայի տաքությունը հերիք է, ու շատ չչորանա, անուշ բույրերը տարածվել է, ես էլ չմոռանամ կամպոտը բացել, խրաղաթի կամպոտ եմ բերել, խրաղաթը հաղարժն է, ես էլ դարակից իմ բմբուլիկներով բաժակն եմ բերել, որ այստեղ լցնեմ, բացում եմ, գույնը ընտիր և նույնպես օգտակար, ավելացնում է արյան կարմիր գնդիկները, ինչպես միշտ, և ուզում եմ գույնը ցույց տալ, այ հիմա բոլորիս բարի ախորժակ, անցնում ենք վայելելու, մի պատար հենց թավայից անուշում եմ, ամենալավը պատարով է, կատնաշոռով ձվածեղը վայելելուց հետո պատրաստվում եմ սպաս եփել, մի հատ տեսեք թե այս իմպերիա յուղը այս ինչ դեղին է, ծավարն արդեն լվացել եմ ու պատրաստ է, ես կես սոխն էլ լցնեմ, քանի որ ես սիրում եմ ամբողջական սոխով սոխարածը, ճաշն էլ համով է լինում, սոխն էլ օգտակար է, ասում եմ տան կնիկը, որ մի հատ մտնում է իր խոհանոց, էլ չի ուզում դուրս գա, ճիշտ է, ուզում եմ գնամ վաղճում գործեր անեմ, բայց թե ասի դնեմ ես ծավարը մարմատ գրակի վրա կեփվի, հետո ընթացքում կգան կհետևամ, որ երեկոյան ժամին էլ սպասվանել եմ, ճիշտ է դեռ տոլմա ունեմ, բայց ու չեք կարա ամեն օր նույն բանը ուտել, չէ, սիրելի հետևորդներ ջան, սոխարածը կլինի, ծավարը կլցնեմ, ջուրը կլցնեմ ինչքան պետք է, հազիվ համերն էլ թարմնա, ասեցի մի հատ էլ սպաս դնեմ, շուտվանից է ուզում սպաս դնեմ, տորմեն հետից առաջ են գավ, շատերը սոխարած չեն անում սպասի համար, բայց ես մշտով պես արել եմ, փորձեք, այս ձևով էլի շատ համավալինը, սպասեմ մի քիչ բաց վարդավայնի, հետո շարունակություն տամ, սոխարածն էլ արդեն պատրաստ ու ջուրը լցնեմ, եղանակը ճիշտ է անպամած է, բայց համ իմ սոխակներն են երգում, համ էլ դեղցեն ու ծաղկի բողբոժները արդեն գնալով մեծանում են, տեսեք թե ես ինչքան սիրուն է, սպասի ծավարը լցրել եմ, կրակը մարմանդի վրա թողել եմ, դուսամ եկել մի քիչ գործանեմ, լպատկեն գնացի բեր եկա, ներքևն էի թողել, թե ինչ գործ եմ ուզում անել այսօր, այս պահին, այս ծաղկազարդ օրով, սիրելի հետևորդներ ջան, այս լավ օրով լավ գործ եմ անում,
Դե սպասը արդեն ընթացքի մեջ է։ Ուրեմն այս ամփուշ մոշի թուփա, որը 3 տարեկան է։ Ուզում եմ հավաքեմ միտեղ։ Միշտ ասել եմ, չգիտեմ, կհիշեք թե չէ, բայց քանի որ տեղը պատրաստ չէր, մնալով մնում էր։ Հիմա էլ որ տեղը պատրաստ է, այն մի շարը, որ արդեն շարքով դրել եմ, նրանք լրիվ այս տարվա արմատակալ էր, այսինքն դե աշնանը դրել եմ, ծմերը արմատակալվել է, հիմա էլ արդեն նա համարվում է մի տարեկան, բայց չեմ փորձել ոչ մի անգամ, որ եթե բերքի տակ թուփը հանեմ տեղափոխեմ, արդյոք այս տարի էլի բերք կստանամ թե ոչ, բայց թե քանի որ ես ուզում եմ, որ այդ տարածք սիրուն ամփուշ մոշերի տարածքը դարձնել, այդքան տեղը սիրունացնել, դրա համար ուզում եմ թող փորձը փորձանք չլի, մանավանդ այս սուրբ լավ օրով։ Ծաղկազարդի այսօր, նաև պետք է հասցնեմ աշխատանքի էլ գնամ, ես սկսեմ իմ գործը, մի քիչ կդժվարանամ, ստեղ մի քիչ քարքարոտ տարածք է, որոշակի զգում եմ, որ քարեր էլ կա, հեսա որ խփում եմ, ընթացքում հնարավորին չափով ես այդ քարերը հեռացրել եմ, ըստի տեղը ինքը սիրել է, բայց արդեն էլ պետքը չի, ըստի տեղցենին մեծացել է, արդեն շվաքանում, մի կրնիցը տեղցենին է շվաքանում, մի կրնիցն էլ խաղողի վազը, որ տերևակալվում է, այն է շվաքանում, մանավանդ էլ, որ ըստի դեսին ճամփեն է, որ գնում եմ մեղվանոց, ամեն գնալ գալով, այս խեղճին դեսուդեն եմ գցում։ Հիմի ուզում եմ հանեմ, ըստի ներքևը քրիզանթեմի արմատնի էլ կա, պետք է շատ զգուշելի, հետո դե ես արդեն սկսեմ, ըստի էլ ունեմ ծաղկած նարցիսներ, հեսա, ըստեղ այն ձևի ծաղիկ կցանեմ, որ իմ գնալ գալուն չխնգարի, նաև որպես ինքը մի քիչ շվակ տեղ չնեղվեն, ոտիս տեղը ղայմացնեմ, հետո փորձեմ արմատով խորը հանել, այ, չեմ էլ ուզում, որ քրիզանթեմին վնասեմ, նաև խաղողի վազերի տակին ունեմ դրած, դե որ այն վաղ տեղը պատրաստ չել էլ, դե հենց էլ ըստի ինձ որ դիպատահել է, ասել եմ ըստի իրանք լավը կլին, դրել եմ ու մեծացել են, սրանից ես նույնիսկ դերքել եմ վերցրել, անուշ եմ արել, ոնց որ թե լավ դուս եկավ, լիասեի քար կլի, քարը, ես ինչ քար է, որ անդհատ իմ լպատկեն ըստի թխկում է, հետո հենց ուզում եմ ստուգ եմ կորչում է, մի հատ էլ ես կողքից խփեմ, ստի տեղը մի քիչ դիբուդվեր է, հա, սա, ես զգացա այս ինչ քար է, այս քարը ես եմ դրել, որ ֆողը փախչի ոչ, որ ստի դիբուդվեր է, ջրելու վաղտը ֆողը փախչի ոչ, հետո տակը թապկացնելիս այս քարը տակի կուրն է անգել, ախր ես զգում եմ, որ ստի քար կա է, բայց քարը լավ բան է, էլի պետք կնա գալի, այդ միկրանը դնեմ, հետո ինչքան հնարավոր է, իրան ֆողով պետք է հանեմ, ոնց որ թե կտրվեց, հետը մի հատ էլ քրիզանթեմ է եկել, այս էլ հանեմ, ըստի դնեմ, այս մինը մոլախոտ է, այս քրիզանթեմը, ըստի պատի գլխին դնեմ, ուրեմն մի թուփ էլ էսա, հեսա, ստեղս այ, որը էլի խղճանում է շվակ տեղից, այս էլ, հա, այս թազա է, այս որ ճուղկը երգարում է, դե սրանց ճղկները շատ է երգարում, այս դրել եմ ուտի, այս էլ պետք է հանեմ, մի հատներ ըստի է, սայ, այս էլ է մայր թուփ, ու թենց, հլա մի հատ հաշվեմ, տենամ քանի հատ է, 1, 2, 3, 4, Էդ էլ 5 հատ ըստի է, վազների որքումն էլ, մայր թուփը որպես, 2 հատ մայր թուփ էլ վազների որքումն է, այսքան լրիվ պետք է հանեմ, տանի ներքևը շարը լրացնեմ, այսենց լավ հանել եմ, հմի զգուշորեն պետք է ըստի վեր դնեմ, որ ֆողը փախչի ոչ, այն որ ճուտերի մախոտ քաղեի է, ամառնին, Էլ լագանը կբերեմ, էսա, նրա միջին կշարեմ, էս էլ է մոլախոտ, հետո կտանի մնդի սիրուն կցանեմ, դուրն ասած այս քրիզանթեմների տեղն էլ չի սրտովս, ճիշտ աստի տանիցը մոդի կա,
որ ծաղկում սիրուն տենում եմ թեկուզ անձրև օրերին պատուհանիցը, բայց թե միտք եմ անում, որ դրանց տեղն էլ փոխեմ, բայց այդ մի անձրև խափան օր էլի, հազի վստի եմ ես մոլախոտնին էլ հանեմ, հետո նույն ձևի շարունակ եմ գործը, սիրելի հետևորդներ ջան, ժամանակը սուղ է, պետք է հասցնեմ, սպասնել էփեմ, ես էլ անեմ նոր գործի գնամ, մի ամեն ձևի խոտել աճում է, մանավանդ, որ ես անձրևնին եկավ, հլա ես արմատակալը հանեմ ձեր հետ, մի քիչ պատն է, էլի պատի մեջն է մտել, հա, ես պատի միջին չէի տնի, սա ինքը երկարել է պատումը մեր մտել, ես էլ տեհել եմ կպել է, ձեր չեմ տվել, մի դիրա դժարա հանել դիմ, պետք այն անդով էի հանել, բայց ոնց որ թե վաղտս բերում է, լավն է, տպադեսն է, էլի, արդեն հրևում է, տակը փապկացնեմ, որ հանկարծ պոկ չի գա, էլի ափսուզա, լպատկ ես կոտրի, ոչ սեհետեղ էր, նա է լպատկ են կոտրում, որ քարումը դեմ ալում, շատ ընտիր, միանալի հանեցի, նույնիսկ երկու արմատա տվել, քանի որ ստինքը էլի ճուղ կնա ունեցել, բերել մոտիկացնեմ, այս սենց, ստինքը ճուղ կա ունեցել, որ երկարել է, այս ծերը գնացել է պատումը դեմ այլելու, և այդ տկրակալ էլ է, ստի կարմիր մուղամ ունի սայ, բացանեմ, տեհեք, սայ, մի խոսքով, ես էլ հանեցի, հլա ես էլ ստի դնեմ, հետո արդեն մնացած գործս նույն ձևի շարունակ եմ, սիրելի հետևորդներ ջան, մի չգիտեմ, ձեր հետ անեմ, թե առանց ես, ես մին էլ ձեր հետ հանեմ էլի, արել եմ, իմ գործանելով, քանի որ ձեզ հավեսի եմ բերում, բայց թեսի արդեն հերո եմ ընգնում, մի խոսքով, ես էլ հլա հանեմ, մի իսկական ծառերը տեղ փոխանելու շրջանն է, բայց թե ինձ թվում է, մոշի հարցում էլ չեմ սխալվի ու չեմ ուշացրել։ Սրա արմատնի շատ է խորը, չէ, լավ է, ծոր թես էլ է ստացվում, ասի սկնեիք դարջ կլի էլի, նրանց տամ տենակ, որ սրանց վրա շատ չեմ տուժվում, Իրանց տեղը ճիշտ է, լավն է, սիրուն, հա, բայց դե ոնց ասի էլի, շվակ հանում, կարևորն այն ժամանակի նստի դրել եմ ու մեծացել է, ամել տեղը պատրաստ է, կտանիմ սիրուն շնորքով, իրան մշտական տեղը կցանեմ, ուզում եմ ինձ անեմ, որ իրա բողբոջին հանկարծ չվնասեմ, բողբոջին մեծացել է, ասեն ձիգ տան, այն մի կուրը տակրին փոք չի եկել, այ լավ միատել պատել ստեն տան, ոնց որ թե կտրվեց, հա էլի, մի հատը չի կտրվել, Ես էլ ուզում չեմ է, փողը շատ վեր դառնա, տենանք է լավ, ոպա, մի քիչ փողը վեր դարավ, բայց թե բան չկա, լավից վատից վրին փող կա, ոյ, այսենց, սրանք մայր թփեր են սիրելի հետևորդներ ջան, տենում եք, որ ես իրա զոխերը, Ես ինչքան հաստ է, ես էլ հլաստի դնեմ, հետո գնամ շարունակեմ, որ ձեզ հետ միացած ես գործն անեմ, կարող ազրիցովը լիմ էլի, գնամ գործս առանց զրից անելու անեմ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բոլորի բարի ծաղկազ արդեն մաղթում, Ես էլ այսօր կհասցնեմ գնալ եկեղեցի,
Չգիտեմ, կարող եմ միանալ ձեզ, թե ոչ։ Այդ պահերն է։ Դե ինձ սիրելիներս, ես շարունակեմ իմ գործը։ Ես մի հատն էլ աջահել, ես էլ բերի մոտիկ, քանի մոտիկացել եմ, տեսաղցիկն էլ անջատ եմ։ Դրսի գործը մի պահ թողեցի, եկել եմ, որ սպասին հետևեմ, նման սպիտակ ձավարները գիտեք, որ շատ շուտ է եփվում, առաջի հետին ուզեցի համեմ ու մանրացնեմ, հետո շարունակություն տամ, թարմը և որակյալ, մի քիչ խոշոր եմ կտրել, սպասի մեջ ինքը փոքրանում է, կանաչին ոսկով և ձուն կոտրեմ, մի երկու ձու էի հավաքել, հերթով օգտագործում եմ, պատարագաղով կհարեմ, որպեսզի լավ բացվի, սրա հետ ալյուրն եմ զանգելու մի փոքր ջրով, մածունն էլ ձեր հետ լցնեմ, այս մածունն եմ օգտագործում, այսպես, սրանով լցնեմ, որ մի անգամից սրանով էլ հարեմ, ճաշի մեջ, խառնեմ, որ լավ լինի, ճապին մածունը, միշտ խուսափում ենք խանութի մածուններից, ասում ենք տնականն ավելի լավն է, բայց թե ամեն դեպքում խանութի մածունն էլ է լավը, մոտ կես լիտր լցնում եմ, եթե անգամ իմ սպասը մի քիչ շատ է ստացվում, գիտեք, որ հաջորդ օրերին նույնպես ավելի հաճելի ուտվում է և չի փչանում, ահա, կես լիտր լցրել եմ, այստեղ երևում արդեն, այստեղից հետ, այսքանը լավ է, սա էլ հարեմ, թեթև ջուր կխառնեմ, ջուրը լցնեմ, եթե տեսնեմ պետք է, էլի կավելացնեմ, բայց արդեն ճաշի մեջ, այնքան որ սա ձվի և ալյուրի հետ խառնեմ ու աստիճանաբար կլցնեմ ձավարի վրա, հիմա սա էլ մեկան, անցնեմ նորից ձուն հարելուն, այստեղ էլ եմ մի քիչ ջուր լցնում, որպեսզի ալյուր լցնեմ, այ երկու ճաշի գդալ, մի հատ էս հարեմ, ալյուրը ընդհանրապես լցնում ենք, որ սպասը կցի, հիմնական նպատակը դա է, հատկապես որ ձավարը սպիտակ է լինում, բայց քանի որ ձավարը լավ որակի է ու ինքը իրանից նաև շորվա է թողնում, սենց ասեմ, հա, այսինքն խտություն է բաց թողնում, բայց ամեն դեպքում ալյուրը լցնում ենք բոլորս էլ, չէ, մի հատ էլ, այսենց, լավ հարելուց հետո խառնելու եմ մածունին, նաև ձուն է կցում, սիրելի հետևորդներ ջան, դրա համար անպայման ձուն ենք լցնում, ձուն դրա համար է, որ ընդհանուր սպասը կցի, հարում ենք այնքան, որ գնդիկներ չմնա, համ ուշկստան գործերի մեջ է, համ դրսի գործերի մեջ է, հերթով առաջ կտանեմ, պատարագաղը լավ բացում է, ու գնդիկներ չկա, հիմա սիրելի հետևորդներ ջան, լցնում եմ այստեղ մածունի վրա, որի մի քիչ ջուր էի ավելացրել, թանապուր եփելու ժամանակ շատ-շատերս մտահոգվում ենք, որ մեր թանը չկտրվի, բայց եթե ուշադիր ենք լինում, չի կտրվում, ինչու պետք է կտրվի, եթե ամեն բան ըստ կանոնների ենք անում, մեր հայկական խոհանոցի զարդն է համարվում սպասը և կարելի է տարվա բոլոր շրջաններին եփել, նույնիսկ ինչքան էլ զբաղված ենք լինում, ինչպես որ ես,
ուզում եմ, որ սպասել եփեմ և վայելեմ, և ես էլ ամբողջը լցնում։ Էս էլ է պատրաստ, էստեղ բացել եմ, որ ցույց տամ մարմանդ եփվող ձավարի տեսքը, ինչև ես գործերս արեցի, ձավարը եփվել է։ Ու արդեն ժամանակն է, որ խառնեմ հարած մածունը ձվով և ալյուրով։ Ու հենց թանապուրը պատրաստ լինի, ընդհանուր տեսքը նույնպես ցույց կտամ։ Եվ այդպիսով կավարտեմ իմ այսօրվա վլոգը։ Տեսքը շատ սիրունացավ, էլ ավելի հրաշալի տեսք է ձեռք բերել։ Լավ, հավաքում ենք ամանի եզրերից, այս համովությունը ամբողջը լցնում ենք։ Մի փոքր էլ ջուր։ Ջուրը լցնելուց հետո մնում ենք կողքը, մերթ խառնելը դադարեցնում ենք, հետո էլի մոտենում ենք, խառնում ենք և իհարկե ընդհանուր տեսքը նույնպես ցույց կտամ ձեզ։ Հաճելի էր այսօր միանալ ձեր հետ իմ առավոտյան ժամերին։ Սպասը եփվելուց հետո կշտապեմ իմ աշխատանքին, երեկոյան ժամերին կփորձեմ նորից իմ գործերով միանալ ձեզ։ Մարմանդ կրակի վրա ես իմ սպասը եփեցի, սիրելի հետևորդներ ջան։ Ահա տեսքը։ Քանի որ ես սոխերած եմ արել, մի քանի կարմիր սոխի հատիկները երևում է։ Ես շատ եմ սիրում սոխարածով սպասը։ Ու հիմա կանաչին եմ լցնում։ Ընտիր։ Գույների համադրություն և համի զգացողություն։ Ծաղկազարդին ես սպաս եփեցի և իմ լավ գործերով ձեզ միացա։ Նորից շնորհավոր բոլորիդ ծաղկազարդը։ Միշտ լավ եղեք։ Անջատելուց հետո նոր աղը կավելացնեմ։